Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեր սիրելի հանրությունը պետք է հասկանա, որ այս թեզը իշխանության եւս սուտ ու կեղծ է եւ ինքնիշխանության մասին նրանց հայտարարությունները իրականության հետ հեռավոր աղերս անգամ չունեն։ Մեր հանրությունը կուրորեն կարող է հետևել Մակրոնի կամ մյուս ինչ-որ եվրոպաշտոնյաներին եւ չտեսնել այն իրական զարգացումները, որոնք աշխարհում տեղի են ունենում եւ չտեսնել, որ այդ եվրոպաշտոնյաները ինչեր են խոստանում Ուկրաինային եւ ինչպես են այդ խոստումները ուղղակի փշրվում բախվելով Պուտին-Թրամփ պայմանավորվածություն։ Եվրոպական կոչված ժողովրդավարական եւ այլ արժեքները, դրանք եվրոպական բայրակթարներն են, որոնք աշխատում են տարբեր պետությունների դեմ։ Այդ նույն բայրակթարները կործանում են Ուկրաինան, այդ նույն բայրակթարները հարվածում են Հայաստան։ Ընտրություններին ես կարծում եմ ընդդիմությունը նույնպես պետք է խուսափի հերթական անգամ նույն փոսը ընկնելուց, հերթական այդ տրորված ճանապարհով գնալուց եւ նաև ինքնազտում անել, որտեղ մարդիկ կան, որոնք ինչպես Եվրոպան աշխատում է ընդդեմ եվրոպական արժեքների, այնպես էլ ընդդիմադիր գործիչներ կան, որոնք իրենց կերպարով աշխատում են ընդդիմության ինստիտուտի դեմ։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է լինենք շատ միամիտ լավատեսներ, որովհետև անցնող տարիներին եւ այս մարդկանց գործունեությունն ու արժեհամակարգը ցույց է տվել, որ ոչ մի բանի առաջ չկանգնելը իրենց համար կարելի ասել դարձել է կրեդո։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերության համար։ Պարոն Մելքոնյան, քանի որ տաք է այս թեման, Եվրամիությանը դիմել է Հայաստանը, որպեսզի ընտրություններում միջամտություն ցուցաբերի։ Ես ուզում հասկանամ, սա ինչի մասին է, այն որ մենք այս 7 տարվա ընթացքում հասկացել ենք, որ Եվրամիությունը խուլ է, կույր է, բոլոր այն ինչ որ տեղի ունենում մեր ներքին քաղաքական եւ այս բռնաճնշումները, քաղաքական բանտարկյալներ ունենք, խղճի բանտարկյալներ ունենք, այս ամեն ինչի մասին իրենք լռում են, ամեն ինչ ասում են օրինաչափ է, ամեն ինչ նորմալ է, բայց հիմա էլ պիտի աջակցեն ինչ որ ընտրություններին։ Ես կարծում եմ այդ հարցը մենք կարող ենք դիտարկել 3 տարբեր հարթություններում։ Իհարկե դրանք իրար հետ շահկապված են։ Առաջինը ինքնիշխանությունից այդքան խոսող իշխանությունը Հայաստանի դիմում է օտար պետություններին, որպեսզի իր երկրի ներսում ինչ հարցերում օգնի։ Այսինքն դիմում է ուրիշին, որ պաշտպանի իր ինքնիշխանությունը։ Այո, այսինքն ընդ որում պաշտպանի իբրև թե ինքնիշխանության դեմ հարձակումներին, հիբրիդային եւ այլն, այսինքն սա ապացուցում է, մեր սիրելի հանրությունը պետք է հասկանա, որ այս թեզը իշխանության եւս սուտ ու կեղծ է եւ ինքնիշխանության մասին նրանց հայտարարությունները իրականության հետ հեռավոր աղերս անգամ չունեն, որովհետեւ փաստորեն եթե դիմում են Եվրոպային, դա ինքնիշխանության վնաս չէ, բայց եթե ասենք օրինակ դիմեն Ռուսաստանին կամ դիմեն, չգիտեմ, Վրաստանին կամ այլ պետությանը, Իրանին դիմեն, դա ինքնիշխանության վնաս է։ Երկրորդ հանգամանքը եվրոպական արժեքներին վերջին տարիներին այդքան մեծ վնաս դեռ որևէ երկիր եւ որևէ տարածաշրջան չի հասցրել, ինչքան հենց բուն Եվրոպան։ Այսինքն Եվրոպան պայքարում է եվրոպական արժեքների դեմ եւ այնքան մեծ իմիջային վնաս չեն հասցրել եվրոպական, արևմտյան, ժողովրդավարական այլ տարբեր արժեքներին այն բոլոր դեսպանությունները եւ դիվանագետները, որոնք գործում են Հայաստանում, եվրոպական եւ որոնց մոտ կարծես տեղի ունեցել Կաֆկայի ոճի կերպարանափոխություն։ Մինչեւ 18 թվականը, 2018 թվականը նրանք ժողովրդավարության այսպես արթուն պաշտպաններն էին, մի փոքր ինչ որ մի բան էր լինում, իրենք գիշեր-ցերեկ զբաղվում էին դրանով, իրենք շատ ակտիվ հարաբերություններ էին պաշտպանում իբրև թե քաղաքացիական հասարակության հետ, անկախ տարիքի, անգամ
ուսանողների եւ այլնի հետ մինչև 18 թվականը, հետո հանկարծ այդ ուսանողները հայտնվեցին այդ շարժումների մեջ, այդ ակտիվիստները մտան այդ շարժումների մեջ, հետո հանկարծ հայտնվեցին իշխանության մեջ եւ այլն, սա իհարկե մի փոքր այլ թեմա է, բայց 2018 թվականից հետո այդ բոլոր դիվանագետները դարձան խուլ եւ դարձան համր քաղաքականապես։ Նրանք կարծես սկսեցին չտեսնել որևէ բիրտ ուժի կիրառում, նրանք չտեսան ժողովրդավարության հանդեպ բացահայտ ոտնձգություններ, նրանք չեն տեսնում եկեղեցու հանդեպ ճնշումներ, նրանք ոչինչ չեն տեսնում, նրանք խորհրդարանում ծեծ ու ջարդ չեն տեսնում, նրանք մեծամասնության հաստատած դիկտատուրան չեն տեսնում, ոչինչ չեն տեսնում եւ շարունակում են նույն անվրդով ձևով ուրեմն պաշտպանել բռնապետությունը, հակաժողովրդավարությունը, հետեւաբար ակնկալել այդ այսպես Եվրոմիությունից պաշտպանել այն արժեքները, որոնց դեմ իրենք պայքարում են, այսինքն ժողովրդավարությունը, ինձ թվում է այլևս անօգուտ է, եւ երրորդը, գիտեք, այս այսպես կոչված գունավոր հեղափոխությունները, իշխանափոխությունները եւ այլն եվրոպական արտադրություն են։ Եվրոպական արտադրության գործիքները եւ բնական է որ այդ եթե մի քիչ այլ տերմինոլոգիայով խոսենք այդ արտադրության տերերը ովքեր որ արտադրել են դրանք երևի թե տվել են նաեւ երաշխիքային սպասարկման ինչ որ որոշակի ժամանակահատվածի, հա, երաշխիք սպասարկման, ինչպես խանութից գնում ես հեռուստացույց, տալիս են 2 տարվա երաշխիք, հիմա Եվրամիությունը 2018 թվականի այս ճակերտավոր Թավշյա հեղափոխությանը տվել է երաշխիք, որ կսպասարկի եւ կպաշտպանի այդ ամենի արդյունքում հետևանքով իշխանության եկած ուժին, չգիտեմ, 5 տարի, 10 տարի եւ այլն, եւ հիմա այնինչ տեղի է ունենում այդ երաշխիքային սպասարկման շրջանակներում կարող ենք դիտարկել եւ այդ ցինիկ հայտարարությունները, որոնք արվում են եվրոպաշտոնյաների կամ տիկին պաշտոնյաների կողմից տվյալ պարագայում, որ մենք պետք է քննարկենք թե Հայաստանին ինչպես օգնենք, դա այդ ամեն ինչի ապացույցն է։ Այսինքն մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ եվրոպական կոչված ժողովրդավարական եւ այլ արժեքները, դրանք եվրոպական բայրակթարներն են, որոնք աշխատում են տարբեր պետությունների դեմ։ Այդ նույն բայրակթարները կործանում են Ուկրաինան, այդ նույն բայրակթարները հարվածում են Հայաստան։ Նայ մենք տեսնում ենք Մոլդովայի օրինակով, ինչա կատարվում։ Այսինքն եւ կարծում եմ դա այսպես փորձարկված սցենար է արդեն եւ հիմա էլ ինչ մենք տեսնում ենք հանրային քաղաքական մերձիշխանական դաշտում այդ դրսևորումները երբեմն ԿՊ-ական հեռուստաալիքներով օրինակ ՀՄԵԿ-ով խոսվում է որ այ պետք է թույլ չտալ հանկարծ այլ ուժեր, որ չգիտեմ, մասնակցեն ընտրություններին, այսինքն ժողովրդավարության տառին եւ ոգուն հարիր, ասում են պետք է թույլ չտալ ինչ որ գաղափարախոսության կամ ինչ հայացքներ ունեցող ուժերին մասնակցել ընտրություններին, սա իհարկե նույնպես ծաղր է եւ երբեմն այդ արևմտյան ակտիվիստները, որոնք երբեմն կոչվում են քաղաքասարակություն, չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիաները, երբեմն ռուսեն ասած սրիվ է տալիս եւ շատ բացահայտ ասում են, որ պետք է ամեն ինչ անել, նրանց չթողնել, ամբողջ մասնակցեն ընտրություններին, որտեղ այստեղ հիբրիդային ինչ որ պայքարի հոտ է գալիս եւ այլն, եւ հիմա դա փորձարկվել է Մոլդովայում, որ ես չեմ հիշում, կարծեմ ցուցակում կար ընդդիմադիր կուսակցությունը, բայց չեղարկվել էր եւ այլն, այսինքն այդ մոդելը փորձելու են աշխատեցնել կամ ցանկանալու են աշխատեցնել նաեւ Հայաստանում, իսկ ինչ վերաբերում է այդ ամբողջ մոդելների հետևանքներին, մենք տեսնում ենք դրա լավագույն, այսպես ճակերտավոր լավագույն դրսևորումը Ուկրաինայում, երբ այս ամեն ինչի արդյունքում հիմա էլ ուրեմն, չգիտեմ, Մակրոնը ողջագուրվում է Զելենսկու հետ, բայց հենց այդ նույն պահին ընտանիքներ են դժբախտանում, քաղաքներ են ավիրվում, մարդիկ են զոհվում եւ այլն, բայց կարևոր է այդ ողջագուրումն է, այդ ուսին խփելը եւ այսպես քաջալերելը եւ այլն եւ այլն։
Այսինքն մենք հիմա կարող ենք ակնկալել, որ մինչև ընտրություններ կլինեն նոր ձերբակալումներ եւ Եվրոպայի այդ բաց սիրտ լինելը թույլատալիս, որ այն ինչ որ կատարվում է այս պահին բոլորովին օրինաչափ է եւ նաեւ քանի որ ընտրությունները Նիկոլը փորձելու է, հա, մեր մտածածով, որ իրենից հետո թեկուզ ջրհեղեղ, հա, բայց նաեւ վստահ ենք, որ ինքը ամեն ինչի է գնալու, որպեսզի վերարտադրվի։ Նայեք, վերջի մասից սկսենք, ինձ թվում է ինքը Փաշինյանը չի պատկերացնում իրեն առանց պաշտոնի, ինքը այլևս երբեք չի դիտարկում իրեն, որ կարող է ինքը լինել ոչ վարչապետ եւ անգամ այդ ժողովրդավարական այդ կեղծ հայտարարությունները այդ պարագայի մեջ չի գործում։ Տեսեք, ինքը ասում է, այո, ես կրկին հավակնելու եմ վարչապետի պաշտոնին, չի ասում մեր կուսակցությունը կքննարկի, միգուցե ինձանից ավելի արժանավոր մեկին առաջարկի։ Ոչ, հիմիկվանից ասում է ես եմ լինելու, այս վերջերս էլ իր ոճային այդ գլխարկը, որը սովետական ՑԿ-ի քարտուղարների ոճին է, հա, Բրեժնևի բանն եւ այլն։ Ենթադրվում է մեսեջ է, որ ես ուզում եմ կառավարեմ, ասենք ինչպես Լեոնիդ Բրեժնևը, Լեոնիդ Իլիչ Բրեժնևը, ինչպես մյուսները, Ցկյանս, այսինքն հավերժ կառավարեմ, որովհետեւ ես այլևս ինչ չեմ պատկերացնում առանց պաշտոնի, հա, սա հատուկ է բռնապետերի, նույն ոճի հատկանիշներ ունի օրինակ Էրդողանը, բայց Էրդողանը ոչ թե Թուրքիան տարել է կործանարար պատերազմի, այլ ընդհակառակը Թուրքիային բազմաթիվ, այսպես դրական քայլեր է արել Թուրքիայի համար, տարածքներ է զավթել եւ այլն, բայց Էրդողանն էլ իրեն օրինակ երբ որ մենք քննարկում ենք անցած նախագահական ընտրությունները, ես այն կարծիքին էի, որ Էրդողանը իրեն չի կարող պատկերացնել քաղաքական թոշակառուի դերում։ Հիմա սա բռնապետերին հատուկ ուրեմն հատկանիշ է եւ այս պարագայում ուրեմն ես կարծում եմ այս Եվրոպայի հետ շփումները այն երաշխիքն են տալիս, որ ինչ էլ անի սրանից ավել, իսկ այսա ինչ որ արվել է արդեն իսկ չափազանց է, այսինքն Facebook-ով հայտարարում է, որ սպասիր կտեսնես հիմա այն պատասխանը 2 ժամ հետո ձերբակալում են ազգային բարերարին։ Խոսում է սրբազանների մասին, որոշ ժամանակ հետո սկսվում է ինչ-որ պրոցես եւ այլն, այսինքն ակնհայտ է, որ սա բոլոր իշխանական, այսպես բևեռների միախառնում է 4-րդ իշխանություն, 3-րդ իշխանություն, 2-րդ դատական, օրենսդիր բոլորը խառնված է մեկի ձեռքում եւ այս ամեն ինչը Եվրոպան շատ լավ տեսնում է, չէ՞։ Արևմուտքը շատ լավ տեսնում է։ Եվ ես կարծում եմ, որ եթե սրանց դու ասում են մենք էլի սատարելու ենք, սա ինդուլգենցիա է, սա թույլտվություն է, որ այս իշխանությունը անեն մինչև հիմա արված բռնապետական դրսևորումներից ավելի խորը, ավելի մի քանի անգամ գերազանցող քայլեր, ուստի որևէ բանից այլևս զարմանալ չի կարելի, ժողովրդական լեզվով ասում են, որ եթե նրանք հիմա հրապարակում մարդ էլ ուտեն, ուրեմն Եվրոպան որևէ այդպես խիստ հայտարարություն չի անի, ուղղակի կասի ինչ որ տենց ստանդարտ որոշակի հայտարարություն։ Խոսքս փոխաբերական է, թե իրոք այսպես խախտումները հասնեն աներևակայելի ծավալների, միևնույնն է չեն արձագանքելու։ Դրա համար ես կարծում եմ նաև այս ամեն ինչին զուգահեռ մեր հանրությունը, քաղաքական շրջանակները, հանրային շրջանակները պետք է մեր հասարակությանը ներկայացնեն իրական եվրոպական քաղաքականության դեմք, ասելով, որ այս դեսպանություններն ու այս դիվանագետները իրենք ժողովրդավարներ չեն, իրենք որևէ բանով չեն տարբերվում իրենց իսկ կողմից բռնապետական հայտարարված պետություններից եւ լիդերներից, հետեւաբար այս ուժերի, այս մարդկանց, այս կառույցների հետ պետք չէ որևէ հույս կապել։ Ընդհակառակը ես կարծում եմ իրենք կարող են գնալ եւ ասենք Միքայել Սրբազանից կամ մյուս սրբազաններից սովորել բարոյականության, ժողովրդավարության, ուրեմն արժեքներին հավատարիմ լինելու դասընթացներ, հերթագրվեն եւ գնան սովորելու։
Բայց ամեն ինչ մի կողմ, բայց այս քարոզ որպես այդպեսին, իրենք ամեն ինչ արեցին, որ Եվրոպային ցույց տան, հա, որ իրենք Եվրոպան ավելի պուպուշ է, իսկ Ռուսաստանը քխ է, եւ իրանք կարծես թե հասան եւ այդ հասարակությունը մեջ ձևավորվել է այդ կարծիքը բնականաբար։ Ցավոք։ Եվ հիմա այս մարդը հիշենք, որ տարիներ առաջ էր, որ ասում էր, եթե ժողովուրդը ուզենա, որ ես կգնամ եւ իմ մասնագիտությամբ կաշխատեմ, դա էլ էր ասում, հետո գնդակարության պատի տակն ենք հիշում, բայց մեկը այդ մարդը կարճած է աթոռին։ Եվ հիմա այս մարդը որոշել է կաթողիկոս նաեւ դառնալ, ինձ այտենց է թվում, որովհետեւ իրան դուր է գալի լուսավորչի այդ գահին նստելը, ինձ թվում է մեկ դուր է գալի, որ այն սրբազանները, ովքեր որ դավաճանեցին Մայր աթոռը, այդ մարդիկ իր համար պատարակ մատուցեն։ Իմ մոտ այդ կարծիքն է եւ այդ ծափարությունները ինչ որ հիմա էլ որոշել է կանոնակարգն է ուզում փոխի եկեղեցու օրներ պիտի հնչի պատարակից առաջ այս անհեթեթությունը ուր է տանելու արդյոք այդ ինստիտուտը որը կուռ ինստիտուտ է փորձելու է փլվել նախ Փաշինյանի հայտարարություններին հետևելը եւ դրանց այսպես դրանց հավատարիմ մնալը նրա կողմից դրան հետևել ես կարծում եմ շվահուց արդեն անիմաստ գործ է որտեղ նա ինչ հայտարարել է արել է հակառակը եւ երբեմն ինքն էլ է զարմանում ես այդպես բան եմ ասել եւ չեմ հավատում ինքս ժողովուրդը որ հավաքվի պետք է ասի չգիտեմ ամբողջ ժողովուրդը չի հավաքվել եւ ես ուղղակի բացառում եմ որ նա այսպես խաղաղ մեթոդներով եւ իր հայտարարած սկզբունքներով եթե ժողովուրդը չուզենա ես այլևս չեմ կառավարի կհեռանա նա իրոք ինչպես դուք եք ասում կարճած է աթոռից եւ մարդու ինքնությունն ու պաշտոնը այստեղ միավորվել են իրար ոչ միայն իր այլև իր թիմից շատերի որոնց պաշտոնը եւ ինքնությունը իրենց համար նույնական է հետեւաբար եթե պաշտոնից զրկվեն իրենք կարող է իրենց ինքնությունից էլ զրկվեն հասկանում եք իրենք այլևս 2018-ից առաջվա իրենց ոչ կենցաղը ոչ պատկերացումները ոչ արժեքները այլևս վաղուց դրանք մոռացել են ինչ վերաբերում է նաև ուզում եմ այստեղ եւս մի շեշտադրում անել որ իրենց քարոզչական մեթոդներով ցավոք սրտի մեր հանրությանը եւս մի հարցում մոլորեցրել են եւ մեր հանրությունը կուրորեն կարող է հետեւել Մակրոնին կամ մյուս ինչ-որ եվրոպաշտոնյաներին եւ չտեսնել այն իրական զարգացումները, որոնք աշխարհում տեղի են ունենում եւ չտեսնել, որ այդ եվրոպաշտոնյաները ինչեր են խոստանում Ուկրաինային եւ ինչպես են այդ խոստումները ուղղակի փշրվում, բախվելով Պուտին-Թրամփ պայմանավորվածություններին, չտեսնելով թե որտեղ է այսպես իրական պրոցեսները տեղի ունենում։ Ինչ վերաբերում է եկեղեցու հետ կապված խնդիրներին, տեսեք, երկու հանգամանք ֆիքսենք։ Եթե ֆիքսում ենք, որ տվյալ անձը եւ տվյալ իշխանությունը բռնապետական է, ուրեմն զարմանալ, որ այդ իշխանությունը եւ այդ պաշտոնյան միջամտում է եկեղեցու գործերին, գիտության, կրթության, արվեստի եւ այլ, ուղղակի անիմաստ է, որովհետեւ այդ նույն պաշտոնյան այդ Փաշինյանը իրենց հրճակած իրական Հայաստանի գեղագիտության շրջանակներում որոշում է թե ինչպիսի թատրոններ պետք է բեմադրվեն, սյուժեն ինչպիսին պետք է լինի, այսինքն իջել են հասել են այդ մակարդակը, տխուր բաներ չպետք է բեմադրվի, մի անգամ առիթ եղել է ասել են որ օրինակ ըստ այդ տրամաբանության պետք է Օթելոյի ժամանակ Դեզդեմոնային կարմիր բերետները փրկեն, պարեկները փրկեն, օրինակ, եւ այդպիսի բաներ չլինի, որտեվ այդպիսին պետք է դրական, ուրախ բաներ պետք է լինի։ Հիմա բնական է, որ այս տրամաբանությունը ենթադրում է պետք է միջամտի եկեղեցու գործերին։ Իրենք պատմության ընթացքում, դարերի ընթացքում տարբեր բռնապետեր փորձել են միջամտել եկեղեցու գործերին։ Երբեմն դրանք արվել են ի օգուտ պետությանը ասենք, չգիտեմ, կարող ենք հիշել որոշ դրվագներ, երբ տիրակալը ու եկեղեցին ինչ որ հարցերում իրար դեմ են եղել, միապետական ռեժիմներում նկատի ունեմ, բայց ասենք պետք է եղե պետության համար օրինակ, չեմ, եկեղեցու գանձերի օգտագործումը եւ գնացել են իմպերատիվ մեթոդներով այդ գանձերը օգտագործել։ Ասենք օրինակ Պետրոս Մեծի ժամանակ Պետրոս Մեծը եկեղեցու զանգերը հանել է, դրանով սարքել է թնդանոթներ, որտեղ պետք էր պատերազմել։ Օրինակ եմ ասում բայց մյուս դեպքերում երբ որ բռնապետերը միջամտել են եկեղեցական գործերին, դրանք պատմության մեջ հիշվում են որպես
նզովյալներ, հիշվում են որպես հակաեկեղեցականներ, որպես իրենց ազգին եւ հավատքին դեմ գնացած մարդիկ։ Եվ բացի այս այսպես գիտական, պատմական զուգահեռներից մենք պետք է հիշենք ի վերջո կլասիկ գրականությունը գեղարվեստական, տվյալ պարագայում ավելի իհարկե մանկապատանեկան, բայց շատ կարևոր քաղաքական մեսեջներ պարունակող ուրեմն ոսկե ձկնիկի հեքիաթը, երբ որ հերոսը սկսում է փոքր այսպես նպատակներից ի վերջո հասնում է այնպիսի նպատակներին, որից ոսկե ձկնիկն էլ է անգամ սարսափում, հա։ Հետևաբար մենք հիմա տեսնում ենք այդ ոսկե ձկնիկի սինդրոմ, այսինքն ինքը ոչ միայն պետք է որոշի մարդիկ ազատության մեջ լինեն, թե ոչ, ինչ բեմադրություններ լինի եւ այլն, համալսարաններն ու ակադեմիաները որտեղ գտնվեն եւ մնացած ամեն ինչը, այլև ինքը պետք է որոշի, թե ներեկեղեցական հարցերը ինչպիսին պետք է լինեն, կանոնադրություն, կանոնակարգ։ Դու անգամ բուհական դիպլոմ չունես, դու աստվածաբան չես, դու դիպլոմով ժուրնալիստ չես, դու ԵՊՀ-ն չես էլ ավարտել, դիպլոմ էլ չունես, հիմա դու աստվածաբանական վեճերի մեջ մտնում ես որպես դատավոր, կանոնակարգ ես գրում, կանոնակարգ ես առաջարկում, ինչու, դու ինչ իրավունք ունես, դու ժողովրդի մի մոլորյալ հատվածի կողմից ընտրվել ես որպես վարչապետ իր համապատասխան ֆունկցիաներով, դու չես ընտրվել թեմի առաջնորդ, դու չես ընտրվել, չգիտեմ, եկեղեցական ինչ-որ պաշտոնի, որ հիմա դու մտել ես այդ վեճերի մեջ եւ ինչպես կարող ես դու որոշել, թե ով է լինելու գահակալը։ Այսինքն քո մի արտահայտությամբ եւ քո թիմակիցներն կրկնում են, ինձ թվում է երբեմն մեր Արշակ Սրբազանի ասածով չդիմելով ուղեղի անվճար ծառայություններին, քանի որ ուղեղը անվճար ծառայություններ տալիս է, մատուցում է, որ կարող են դիմել, հա։ Բայց բան լինի, որ այդ անվճար Դե ծառայությունը։ ամեն դեպքում չդիմելով կրկնում են, ասում են, մենք նա վեհապար չի, մենք վեհապարին հանել ենք, հիմա մենք որոշում ենք, որ Աստվածա, այսպես սրբակենցաղ Վազգեն Միրզախանյանը օրինակ պետք է բարեփոխի կամ Նավասարդ Կճյանը պետք է բարեփոխի եկեղեցին, հասկանում եք, այսինքն դու որոշում ես մի խումբ քո թիմակիցներ ասում են, լավ դու վեհապարը չես, հիմա դու, չգիտեմ, այս չես, սենց եմ ուզում եւ այլն, ինչու է տարբերում ոսկե ձկնիկի հեքիաթից, ոչ մի բանով, հետեւաբար այս գործընթացը իրոք շատ ողբերգական շեշտադրումներ ունի, որովհետև մեր եկեղեցին դարերի ընթացքում օտարների կողմից հարձակման ենթարկվել է, բայց սեփական իշխանության, այսինքն պետության իշխանության կողմից այս աստիճանի հալածանքների եւ այլնի շարունակական, ընդ որում հետեւողական, ասում են կապ չունի ինքը որտեղ է Փաշինյանը, Գերմանիայում լինի, թե որտեղ, մեկը միանգամից այսպես մտասևեռման շրջանակներում մտնում ու սկսում է խոսել եկեղեցու մասին եւ այդ պատարակները։ Եթե դու բարեպաշտ ես, ես գիտեմ, որ դուք հաճախ ամեն Կիրակի գնում եք եկեղեցի, հա։ Դուք եկեղեցին պատարակը ցուցադրական բան չի, որ ես գիտեք ուղիղ եթերով լայվով գնում եմ պատարակի, ծափ են տալիս, երբ որ Աստվածը քեզ կուրքեր մի ստեղծի, դու քեզ թույլ ես տալիս, որ քեզ կուրք պաշտեն, ծափ տան, որոշեն ով է սրբազան, ով չէ, ով է լավ քահանա, ով չէ, ով է վեհապար, ով չէ, եւ լուտանքներ, անեծքներ եկեղեցում։ Դու ասում ես, եթե ես գալիս եմ պատարակի, ուրեմն պատարակը պետք է լինի այսպես։ Այսինքն ավեապարի անունը չտա։ Լավ, հիմա այսօր այդպես է մտածում։ Վաղը կարող է ասել պատարակի այս մի հատվածն էլ հանեք եւ այդ սրբակենցաղ ճակերտավորը, տիրադավ եպիսկոպոսները դրան էլ պետք է գնան, ասենք, սկսեն սրբագրել պատարակի այլ դրույթներ եւս եւ այս ամեն ինչի թագն ու պսակը։ Մի մարդուց, ով իր արցանն է թույլատրել, որ դնեն Իջևանում եւ շարունակում է այդ արցանը մնալ Իջևանի կարծեմ կենտրոնում, այդ մարդուց ակնկալել ժողովրդավարության հետ կապված ինչ-որ բաներ, գեր միամտություն է։ Կարելի է գիտեք, իդեպ այդ եվրո
դեսպաններին, որոնց մի ժամանակ հենց լրագրող Փաշինյանը անվանում էր Եվրոյոնջաներ, երևի թե շատ դիպուկ գնահատմամբ, պետք է տանել էքսկուրսիա Իջևան ու ցույց տալ գործող վարչապետի արձանը, որը դրված է Իջևանում։ Այդ դրանից հետո իրենք էլ թող գնան, միտեղ Մակրոնի արձանը սարքեն դնեն, միտեղ Գերմանիայի կանցլերի, միտեղ չեմ Մեծ Բրիտանիայի եւ այդպես օրեր ու ժամեր թող նշանակեն, գնան երկրպագեն։ Բայց նաեւ պարոն Մելքոնյան, օրինակ դուք աշխարհը մանեկած, աշխարհից տեղյակ մարդ եղել է այնպես, որ օրինակ ցուցակ կազմեն, խորհրդարանական ընտրություններ են, կուսակցությունը ցուցակա կազմում մարդկանց, ովքեր պետքա լինեն, եւ հայտարարի, որ գիտեք ինչ, ով ավելի շատ գումար բերի տա, ես նրան ցուցակի առաջին համարներում կընդգրկեմ։ Գիտեք, հիմա ԿՊ-ն այդ տրամաբանությամբ ցուցակա կազմում ու ես գիտեմ, որ այնտեղ լավ գզվրտոցներ է, ԿՊ-ականները իրար ուտում են ամենօրյա ռեժիմով, ցուցակի կռիվա։ Ամենակիչը այդ փող տալու տրամաբանությունը ո՞րն է։ Տեսեք, ինձ ամենակիչը հետաքրքրում են ԿՊ-ականները եւ ինչ է տեղի ունենում իրենց կուսակցության ներսում, իրենց անձնական կարիերայի, ով կդառնա падգամավոր, ով չգիտեմ որևէ անգամ թիմ փոխելուց հետո կդառնա падգամավոր, նրանք չեն հետաքրքրում, ճիշտ ասած, աուկցիոններ տեսել եմ աճուրդներ, բայց քաղաքական աճուրդ բացահայտ, որ աճուրդ, որ ճիշտ ասած չեմ մամ քաղաքագիտության մեջ այդպիսի բան կա, թե չկա, երևի թե եթե մարդը եկեղեցական կանոնադրություն է գրում, այդպիսի բաներ, ճիշտ ասած չեմ հետևել այդ աճուրդի, ձեր ասածի հիման վրա եմ ասում, բայց ցուցակը կազմվում է, ենթադրում եմ պետք է կազմվի պետությանը օգտակարության այսպես ցուցիչով, հա, թե ինչքան կարող են օգտակար լինել։ Հիմա հասկանում եմ, որ բարդույթները մարդու մոտ առաջացնում են շղթայական ռեակցիաներ, այսինքն թե ինքը դիպլոմ չունի, ինքը պետք է խրախուսի, որ իրպես էլի դիպլոմ չունեցողներ ուրիշ պաշտոններ զբաղեցնեն, լինեն, չգիտեմ, գյուղապետ, ավագանի, ինչ որ հանձնաժողովի նախագահ, ինչ որ թույլ կտա համանդրությունը, բայց այդ աճուրդի գաղափարը անկեղծ ասած քաղաքական աճուրդի գաղափարը չգիտեմ, բայց ես նաև գիտեմ, որ ենթադրում եմ, որ չնայած իրենք էլ ասում են, որ ով կարող է Փաշինյանի ասածը քննարկել, ենթադրում եմ, որ այդ կուսակցությունում է միանձնյա որոշումներ են եւ ուրեմն իրենց կուսակցության լիդերի որոշման մեջ իրենք տեսնում են եւ քաղաքական եւ հոգեվոր առաջնորդի հրամաններ։ Եվ ընդդիմությանը վերջի հարցը, հա, որպես այդպեսին դիտարկելով ընդդիմությունը այսօրվա խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեսնում ենք, հա, պատրաստվում են մարդիկ, քարոզաշավերի են պատրաստվում, ցուցակներ են կազմում, փորձում են աշխատել, Նիկոլին հեռացնելու գործընթացում են փորձում բուրըն աշխատել, ինչ է տալու դա մեզ։ Մենք երբևէ տեսել ենք ընտրություններով հաղթել իշխող ուժին։ Տեսեք, այն էլ Նիկոլի թվին։ Ընտրություններով պետք է ամեն դեպքում մասնակցել, բայց արդյունքը նախ այն, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը այս տարիներին ապացուցել է, որ մի քանի կերպարներ չհաշված իրենք մեծ մասամբ տապալել են քննությունը, այն ինչ որ պետք է անեին, դա ակնհայտ է, որովհետև այսքան փորձություններով երկիրը անցնում է եւ իշխանությունը չի փոխվում, դա ոչ միայն այսպես կոնսպիրատիվ բան Եվրոպան պահում է արևմուտքը, Թուրքիան եւ այլն, այլև ընդդիմության անհաջողության դրսևորում են, իրենք ենթադրում են մի մասը իրենցից դա գիտակցում են, բայց կան մի քանի կերպարներ, որոնք որպես չեմ խորհրդարանական տրիբուններ եւ այլն հաջողել են, բայց ընդհանուր առմամբ գործը տապալված է, իշխանությունը չի փոխված, աղետը քաղաքական շարունակում է խորանալ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, տեսեք, մարդկությունը հնարել է այս մեխանիզմը, ընտրությունների, չնայած Միքայել Սրբազանն ասում է, որ հենց մարդկությունն էլ ընտրություններով խաչել է Քրիստոսին, դրել են քվեարկության եւ վերջը խաչել են Քրիստոսին, բայց այլ քաղաքական մեխանիզմ օրինական
բացի նաև այսպես թավշյա ոչ բռնի եւ այլն հեղափոխություններից չկա այն մյուսը չի ստացվել ընդդիմության մոտ փողոցային որևէ պայքար չի ստացվել, որովհետեւ Եվրոպայի կողմից, Արևմուտքի կողմից խրախուսվող ուժային կառույցները ամենաբիրտ մեթոդներով հաշվի չառնելով դիմացինը զոհված հերոսի ծնող է, թե տարեց է, թե երիտասարդ է, թե անչափահաս է, իրարել են բռնություն, ընդ որում աղաղակող դեպքերով եւ չգիտեմ ժամանակը երևի որ անցնի այդ դեպքերն էլ չպետք է մոռացվեն, որովհետեւ դրանք իրոք դեմոկրատիային հասցված ուրեմն ոստիկանական կոշտ բացինկայով հարվածներ են ընդդեմ ժողովրդավարության, այն ինչ որ падգամավոր իմանալով որ падգամավորը դնեն ծեծեն փողոցի մեջտեղը եւ այլն հետեւաբար մնում է ընտրությունների մեխանիզմը, թե ինչքանով կկարողանան այս բարդ իրավիճակում, երբ Եվրոպան պաշտպանելու է բոլոր տիպի կեղծիքները եւ քարտ բլանշ է տալու Փաշինյանական իշխանությանը վերարտադրվելու, շատ դժվար է լինելու պայքարելը, բայց այդ պայքարը այլընտրանք չունի, քանի որ այն մյուսն էլ impeachment եւ այլն փաստորեն ըստ էության դեռ չստացվեց, այսինքն ինչ որ կոմպոնենտներ պետք է լինեին, համենայն դեպս մենք որպես քաղաքացիներ այդ ամեն ինչը չտեսանք կամ չենք տեսնում, հետեւաբար մնում է միայն ընտրությունները եւ ընտրություններին ես կարծում եմ ընդդիմությունը նույնպես պետք է խուսափի հերթական անգամ նույն փոսը ընկնելուց, հերթական այդ տրորված ճանապարհով գնալուց եւ նաև ինքնազտում անել, որտեղ մարդիկ կան, որոնք ինչպես Եվրոպան աշխատում է ընդդեմ եվրոպական արժեքների, այնպես էլ ընդդիմադիր գործիչներ կան, որոնք իրենց կերպարով աշխատում են ընդդիմության ինստիտուտի դեմ եւ ճիշտ կլինի, որ իրենք չլինեն ուրեմն արենայում զբաղվեն այլ գործերով եւ այլն, որովհետեւ իրենց մնալ ինչպես Նիկոլը կարճած իշխանական աթոռին, իրենց կարճած լինել ընդդիմադիր աթոռին միայն վնաս է տալու։ Հետևաբար պայքարը ձեր նշած այսպես սցենարով բավական բարդ է լինելու, բայց դե քաղաքականությունն էլ նաեւ պայքար է եւ պետք է այդ պայքարում փորձեն այսպես ուժերը ճիշտ համադրել։ Ինչ վերաբերում է վերջին դրվագ որ կուզենամ ասել, այս իշխանությունը շատ հարցերում ընդունում կամ չի ընդունում, որ ինքը վաղուց հեռացել է իր իսկ հռչակած արժեքներից, բայց մի բան գովազդային անընդհատ ասում են, որ իբրև թե իրենք ընտրություններ չեն կեղծել։ Իհարկե երբեմն կարելի է զարմանալ, թե ինչպես ընտրությունների ժամանակ հանկարծ հոսանքի անջատումներ են լինում, հա, բայց այնուամենայնիվ ընդունենք, թե իրենք ճիշտ են ասում մասամբ, կամ մեծ մասամբ օրինակ ընդունենք, որ ճիշտ են ասում։ Այսա լինելու է փորձություն, վերջին քննությունը այս 26 թվականի ընտրություններին իրենց կեղծելու գայթակղությանը դիմանալու առումով մանավանդ որ կեղծելու գայթակղությունը ամրապնդվում է այն տիկնոջ անունն ինչ էր էս որ եվրոպական այդ պաշտոնյան որ ասում էր որ մենք Հայաստանին պետք է անպայման օգնենք կալասը հա այսինքն կալասի գայթակղությանը պետք է դիմանալ որովհետև այդ գայթակղությունից այն կողմ ընտրությունները կեղծելն է եւ իրենց սրբություն սրբոցը իրենց իսկ համար, հա, ընտրությունների այսպես անաղարտությունը պահելը ոտնահարելն, այնպես որ կերևա թե ինչպես կգնան գործընթացները, ես չեմ կարծում, որ մենք պետք է լինենք շատ միամիտ լավատեսներ, որովհետև անցնող տարիներին եւ այս մարդկանց գործունեությունն ու արժեհամակարգը ցույց է տվել, որ ոչ մի բանի առաջ չկանգնելը իրենց համար կարելի ասել դարձել է կրեդո եւ մարդիկ, որոնք զոհել են, նվիրել են, զիջել են, պարտվել են Արցախը ու դրանից հետո շարունակում են հրապարակային քաղաքականության մեջ լինել առանց ամոթ զգալու ակնկալել, որ ինչ որ արգելակներ են աշխատելու այս մարդկանց համար, ես ճիշտ ասած դրանք ցավատալը ճիշտ չեմ համարում
եւ այն ամբողջ համակարգը, որը ծառայում է նրանց, այն համակարգը, որը Միքայել Սրբազանին ուղարկում է անազատության վայր ու իրեն հանգիստ է զգում եւ մյուս սրբազաններին եւ այլ ուրեմն բռնադատվածներին, ապա ակնկալել, որ այդ համակարգը ինչ որ պայի խղճի խայթ է զգալու ինքստինքյան, ապա դա դժվար է համարել ճիշտ։ Ուստի ես կարծում եմ պայքարը բոլոր հնարավոր օրինական մեթոդներով, չնայած որ դրանք շատ դժվար են, բայց այնուամենայնիվ այլ ընտրանք չունեն։ Ընտրությունները հետևանք է եւ հուսանք, որ այդ հետևանքը հետո պատուհաս չի դառնալու մեր գլխին։ Հուսանք, որ բոլոր քաղաքական դերակատարները համապատասխան դասերը կանեն, համապատասխան դասերը կքաղեն եւ հուսանք, որ քաղաքական դերակատարները իրենց ամբիցիաները ի վերջո կկարողանան հաղթահարել հանուն պետության։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ